Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Առավոտ AM-ի խմբագիր Աննա Իսրայելյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում եք։ Սիրով։ Քանի որ մեր հաղորդումը հիմնականում վերաբերում է մասնագիտություններին, բու աշխատաշուկային, երկու նույն մասնագիտության տեր կարելի ասել մարդիկ, եկեք սահմանենք առհասարակ ով է լրագրողը, որ մեր զրույցը ավելի դեպի լրագրողական դաշտին ներկայացնենք։ Հարգելի Ալբերտ Փաստորեն, դուք ակնկալում եք, որ ես այս եթերային կարճ եւ թանկ վարքյանների ընթացքում պիտի տամ մի սահմանում, որ մանավանդ հիմա, երբ որ սահմանները լավ օնլայնվել են, թե ով է լրագրողը ընդհանրապես, այսինքն եւ ընդհանրապես հնարավոր չի ասել, թե իրականում ով կարող է հանդես գալ որպես լրագրող։ Այնպես է ստացվել, որ լրագրողի գործառույթը, այսինքն տեղեկատվություն փոխանցելը հիմա կարող է անել յուրաքանչյուր ոք, որը ունի ինչ-որ աչք, որը լավ կլինի, եթե ունենա նաև հեռախոսում անպայման ինչ-որ տեսագրող սարքավորում, գուցե ձայնագրում, կարող է իրեն հասանելի միջոցներով անմիջապես այդ տեղեկատվությունը փոխանցել։ Դասական լրագրողները թերևս իրենցից տարբերվում են նրանով, որ գուցե իրենցից առավել բարեխիղճները առավել են զգում պատասխանատվությունը փորձ անելու լուրը ճշտելու նաև երկրորդ աղբյուրից եւ գումարած նրանք անպայման նաև ինչ որ կերպ հավատարմագրված են տարբեր գերատեսչություններում, ունեն իրենց մշտական հարթակը, իրենց լրատվամիջոցի տեսքով, որում իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը։ Եթե մի փոքր կատակի տամ, դուք իմ տարիքի երևի թե ավելի մի քանի տարի էլ ավել ունեք մասնագիտական փորձ։ Քանի տարեկան եք։ 24։ Հաստատ։ Հա, դրա համար ասացի կատակի տանք։ Այդ տարիների ընթացքում առհասարակ ինչպես փոխվեց լրագրությունը ձեր աչքերի առաջ։ Դե ասեմ, երբ որ ես նույնիսկ ձեզնից էլ մի փոքր էի եւ սկսել էի աշխատել ազգ թերթի ժամանակ նոր էր, մենք աշխատում էինք, նաեւ Հայքում միաժամանակ երկու Հայաստանի անկախացումից հետո երկու անկախ լրատվամիջոց մի քիչ ավելի շատ էին, բայց մի ձեռքի վրա հաշվելիք էլի։ Եվ երկուսում էլ ես աշխատել եմ եւ ազգի հիմնադիր կազմում եւ Հայքի ՀՇ-ի պաշտոնաթերթներ են ժամանակ հայոց համազգային շարժման։ Ասեմ, մենք գրում էինք թուղթ ու գրիչով։ Հիմա դա դժվար է պատկերացնել, չէ՞։ Եվ երբ որ ազգը այդ ժամանակ բերեց առաջին Microsoft կարող է սխալ եմ հիշում բանի համակարգչի մակնիշը, բայց երևի ավելի լավ, որովհետև համել գովազդ է, չէ՞ ստացվում։ Հա, բայց երբ որ բերեցին համակարգիչները, մեզ համար դա բան էր, շատ արտառոց բան էր։ Ես թուղթ ու գրիչով աշխատել սկսած լրագրող եմ։ Իսկ հիմա աշխատանքի բերումով լուծում եմ հարցեր, որոնք չգիտեմ, շատ դժվար էր պատկերացնել այն ժամանակ, երբ որ ես լրագրություն էի սովորում, այսինքն սերվերի անվտանգությանը վերաբերող, չգիտեմ, այնտեղ մուլտիմեդիային լրագրությանը առնչվող, ուղղակի սարսափելի է փոխվել եւ շարունակում է փոխվել։ Այսօր օրինակ մենք ոչ մի անհրաժեշտություն չունենք միջազգային լուրերի թարգմանիչ պահել կամ չգիտեմ, ընդհանրապես թարգմանիչ պահել, կներեք, որովհետեւ արհեստական բանականությունը շատ լավ անում է։ Կարճ լուրերը շատ լավ արհեստական բանականությունը կարողանում է լրագրողի փոխարեն անել, հենց վերջերս էր, ասենք մի Twitter-յան գրառումը ես բան արեցի, տվեցի արհեստական բանականությանը եւ ինքը անմիջապես ասացի լուր ձևավորի եւ ինքը շատ լավ, ավելի լավ գուցե քան կանեին որոշ լրագրողներ լուր գրեց։ Այսինքն համատեքստը հիշեցնելով, թե ինչու է Միացյալ Նահանգների լուրը իրեն էր վերաբերում, Միացյալ Նահանգների տվյալ պաշտոնյան քննադատում ԱՄՆ նախագահին, ինչներ այդ նախագահի հայտարարությունների Ուկրաինայի վերաբերյալ խոցելիությունը, այնպես որ ինձ թվում է անգամ ես կհասցնեմ տեսնել, թե ինչպես ԱԲ-ն դուրս կմղի որոշ լրատվամիջոցների լրագրողների որոշակի տեսակներ եւ որպեսզի կարողանան այդ դաժան մրցակցությանը գոյատևել, մենք ստիպված ենք լինելու էլի փոխվել, ինչը արել ենք անցած այս ամբողջ տասնամյակների ընթացքում։ Լրագրողները, որոնք սովորում են մեր բուհերում,
իրենք ստանում են 4 տարի եւ գումարած 2 կամ 1.5 տարի մագիստրոսական ծրագրով կրթություն, շատ հաճախ երբ որ իրենց այդ խոսակցությունների մեջ ենք մտնում, նրանք նշում են, որ մենք 4 տարում կամ չենք սովորել ինչ որ բաներ, կամ սովորել ենք առհասարակ արժի 4 կամ 6 տարի լրագրության ոլորտում ակադեմիական կրթություն ստանալը, թե մյուս այն նորաձև մասնագիտությունների նման 6 ամսյա կուրսերով կամ 1 տարյա կուրսով հնարավոր է լրագրությունը սերտել։ Լրագրության ոլորտում շատ են մարդիկ, ովքեր ընդհանրապես լրագրողական կրթություն չունեն։ Սկսենք այդտեղից էլի, եւ իմիջիալոց շատ հաջող է լինում, երբ որ տնտեսությունը լուսաբանող լրագրողը հենց տնտեսագետի մասնագիտացում է ունեցած լինում, հա, ինչ վերաբերում է, հա, ու եւ այդտենց կարող է շարունակել, հա, սպորտային լրագրողը, եթե սպորտային կրթություն ունի, ինքը ոլորտին շատ ավելի խորը կերպով է լուսաբան, ավելի գործի իմացությամբ է լուսաբանում, բայց կրթությունը ինձ թվում է պարտադիր է, անպայման է, որովհետեւ բացի նրանից, որ դու այդ ընթացքում ահագին բան ես կարդում, ինչը կարծում չես անում, համարյա չես անում դրանից հետո, շատ քիչ է պատեհություն ընձեռվում կարդալու, գուցե դրանից առաջ էլ։ Իհարկե լրագրությունը կոնկրետ այդ մասնագիտությունն է, որտեղ տեսությունը շատ չոր է։ Այսինքն դու պիտի անպայման աշխատես, անպայման պիտի վազվզես, անպայման պիտի ինչ-որ բան անես, մի քանի գուցե ինչ-որ քաշքշվես եւ այլն, եսի ինչ, մինչեւ կկարողանաս իրոք իրապես բանով լրագրող համարել, որ էս, բայց որքան հասցրել եմ հետևել, այ քիչ առաջ որ ասացի, չէ, որ երբ որ ես սկսում էի գործունեությունս, մի ձեռքի վրա հաշվելիք լրատվամիջոցներ էին, հիմա այնքան շատ է լրատվամիջոցները եւ այնքան շատ է լրագրողների պահանջարկը, որ ինձ թվում է չեն էլ հասցնում միայն կամ չեն էլ միայն սովորել։ Ես ինչքան հասցրել եմ հետևել, լրագրող ուսանողների մեծ մասը արդեն հենց բուհում սկսում են թղթակցել, աշխատել տարբեր լրատվամիջոցներում։ Օրինակ դուք երբ եք սկսել։ Առաջին կուրսից։ Դե տեսակ ինչը որ ապացուցում էր, ինչու եւ պահանջվում էր ապացուցել։ Ես շատ եմ տեսնում Facebook-ի մեր լրագրողների խմբում հայտարարություններ, ես երկրորդ կուրսում սովորող լրագրող եմ։ Հիմա չստացվի են բաների պես են, բիձաների պես որ բողոքում են, այ մեր ժամանակ, բայց թույլ տվեք մի պահ ինձ հենց տենց էլ պահեմ, էլի։ Ասենք ավարտելուց հետո, հա, ես թղթակցել եմ դեռ դպրոցական ժամանակից, հա, բայց պետքա պատկերացնեք ինչքան դժվար էր աշխատատեղ գտնելը, դեռ ավարտելուց հետո նախ պիտի ինչ-որ օրինակի տենց է եղել, ինչ-որ բազմատպականակ թերթում անցնես, ընդ որում փորձաշրջանով էին վերցնում, նոր դրանից հետո ինչ-որ խստագույն ֆիլտրերի զտումի միջով էր անցնում, էլի, բայց դա երևի նաև պատճառը էր, որ այդ լրատվամիջոցներն էին քիչ, հիմա այդ խնդիրը չկա։ Մեծամասնությունը հիմնականում բուհերում գալիս են լրագրության ֆակուլտետ սովորելու մեկնաբանի աշխատանքը, իրենց տեսնում են հեռուստամեկնաբանի աշխատանքը, ես հարցում կատարեցի նախարարություն, ուզեցի թվեր, թե 2018-ից դեպի այս կողմ ինչ ստատիստիկա կա լրագրության ոլորտում ընդունվածների, 2021 թվականից հետո կտրուկ անկում է գրանցվել մինչև 2024 թվականը, այստեղ խնդիրները որոնք են հիմնականում խոսքի ազատության սահմանափակում մեր երկրում կամ անհետաքրքրություն այս մասնագիտության նկատմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ, որ աճը ընկնի։ Ես առաջարկեմ մեկ այլ տարբերակ աշխատավարձերը, գուցե ոլորտում աշխատավարձերը այդքան բարձր չեն, իհարկե խոսքը հեռուստա լրագրության աստղերի մասին չի, որոնք մի քանիսը, որոնք բարձր են բարձրատրվում, բայց լրագրող աշխատելը շահավետ չի։ Շատ է գլխացավանքը, շատ է վազվզոցը, քիչ է դրա դիմաց վարձատրությունը։ Որովհետև այնուամենայնիվ մամուլն էլ մեր տնտեսության պես որպես բիզնես այդպես չեմ կարող ասել, որ կայացած է, վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում գրեթե չկան լրատվամիջոցներ, որոնք եթե չլինի ինչ-որ
բիզնես գործունեություն, հա, եթե չլինի ինչ-որ քաղաքական աջակցություն, արտաքին օժանդակություն, ուղղակի բացառված է, որ լրատվամիջոցը կարողանա գոյատևել այնպես, ինչպես արվում է ամբողջ աշխարհում, գովազդից եկամուտներով, չգիտեմ, ընթերցողների նվիրատվություններով, որ միզեր են մեր դեպքում, եւ դա բնականաբար անդրադառնում է լրագրողների աշխատավարձերի վրա։ Իսկ այդ դեպքում մարդիկ ովքեր գիտեն, որ այդ վիճակն է, մարդիկ ովքեր գիտեն, որ լրատվամիջոցի լրագրողի աշխատավարձով, եթե տղա ես, դժվար թե դու կարողանաս ընտանիք պահել, եթե կին ես, շատ ջանքեր ես թափելու, շատ բան ես անելու, ընտանիքիդ հաշվին լինելու եւ վարձատրությունը համարժեք չի լինելու քո թափած ջանքերին, դեպքում պիտի ուղղակի նվիրալ լինես կամ պիտի այլ կերպ չպատկերացնես քո գործունեությունը, քո աշխատանքը, քան լրագրողն է, որ այդպես աշխատես։ Դες համոզեց իմ բացատրությունը։ Ինձ կարող է եւ հեռուստադիտողին կամ ռադիոլսողին ավելի հասկանալի լինի վերջին շրջանում լրագրողական էթիկայի տարբեր խնդիրների են հանդիպում լուսաբանման տեսանկյունից ազգային ժողովում կամ կառավարության նիստերը, կառավարության տարածքում լուսաբանումներ կամ ցույցերի ժամանակ առհասարակ այստեղ խնդիրը էլի մենք միշտ գալիս ենք խնդիրներին լրագրողական տեսանկյունից առհասարակ падգամավոր եւ լրագրող շփումները ինչպիսին պիտի լինեն, որ վերջին աղմկահարույց դեպքերի նման չլինեն օրինակ։ Դե այնպես չի, որ երբևէ դրանք իդեալական են եղել։ Խորհրդարանի բոլոր տարիներին էլ անպայման գտնվել են մի քանի падգամավորներ, որոնց շփումները լրագրողների հետ շատ մեղմ ասած բարդ է եղել, հա, անուններով շատերը կարող են հիշել։ Եվ նախորդ խորհրդարանում եւ ցավոք այս խորհրդարանում էլ որում այդքան շատ են մեր նախկին գործընկերները, երբ որ թվում էր, որ այդ խնդիրները պետք է լուծված լինեին, տեսնում եք, որ բոլորովին այդպես չի։ Ես չեմ համարում, որ անկեղծ ասած, որ այստեղ պատճառը լրագրողի էթիկան է, որտեվ հենց եթե ես ճիշտ եմ հասկանում ձեր ակնարկը, վերջին միջադեպը, որ եղավ խորհրդարանում Անդրանիկ Քոչարյանի հարցակումը Ռիփսի Մեջեբեջյանի վրա, բոլորը կա տեսագրությունը եւ պիտի տեսնեմ, որ լրագրողի կողմից չէր եղել եւ ոչ մի բան, որը կարող էր գնահատվել որպես էթիկայի խախտում։ Ուղղակի ինչ որ Անդրանիկ Քոչարյանին ակնհայտորեն ինչ որ բան դուրս չէր եկել Ռիփսի Մեջեբեջյանի հաղորդումներից եւ ինքը հերթական անգամ որոշեց կնոջ կին լրագրողի եւ կնոջ հասցեին հենց հաշվին ինքնահաստատվել, որտեվ ուզում եմ հիշեցնել երկար շարքը լրագրողների, որոնց ինքը այդպես է պահել, իրաց նկատմամբ այդպես է պահել, սկսած իր այդ ժամանակվա գործընկեր Արփինե Հովհաննիսյանից падգամավոր, հետո լրագրող Անի Գևորգյանով, հետո էլի նույն, հա, ներողություն անհամեստորեն ասեմ, նաեւ իմ եւ Սաթիկ Սեյրանյանի հասցեին է հերրակա ինչ որ զրպարտություններ արել, հետո մի անգամ էլի Ռիփսի Մեջեբեջյանի հասցեին, հիմա նորից Ռիփսի Մեջեբեջյանի հասցեին։ Ես շատերը ասում են, որ տարբեր մոտեցումներ կան, հա, որ ուղղակի այդպիսի գործիչներին պետք է բոյկոտել։ Ես ասեմ, որ առավոտում 1-2 տենց գործիչներ կան, որոնք մենք առանց հայտարարելու իրենց լուսաբանումը հասցնում ենք նվազագույնի, որովհետև ես չեմ համարում օրինակ, որ եթե մեկը լրագրողի հասցեին, լրագրողների հասցեին ասում է վերբալ մարմնավաճառներ, եւ ներողություն հետո երբեք չի խնդրում իր ասացի համար, գիտես, եթե դու դրանից հետո շարունակում ես իրեն լուսաբանել, ինչ որտեղ ընդունում ես, որ իգուցե ինքը ճիշտ է, որտեղ միայն այդ հայտնի մասնագիտության դեպքում է, որ կարող ես մտածել, որ ստորացնես, բայց ինքը շարունակի իր ծառայությունները մատուցել, կներեք գրեիք համեմատության համար։ Ես այստեղից մի հարց եմ ուզում տալ, ձեր երիտասարդության տարիներին այս դեպքերը կային եւ դրանք էլի աղմկահարույց այս ամեն ինչը ստանում էին, թե սա մեդիայի այս ավելի շատ տարածվածության տեսանկյունից է լինում։ Ծավալները իհարկե անհամեմատ են այն իմաստով, որ հիմա շատ ավելի հնչեղություն են ստանում, բայց այո, իմ գործունեության ընթացքում, ասենք ես այդ օրինակը բազմիցս բերել եմ, երբ որ ՀԿ խմբակցությամբ մի падգամավոր կար, որ չիմանալով որ առավոտի այդ հոդվածի հեղինակը ես չեմ,
եկավ ու փորձեց իմ հետ ինչ որ հաշիվ մաքրել։ Բազմաթիվ, եթե ես սկսեմ հերթով այդ օրինակները պատմել, ձեր ժամանակը չի հերիքի, բայց ուղղակի ուզում եմ համեմատություն մի բան ասել, էլի։ Ինքը բանից հետո, երբ որ ես ինքը ինչ որ ասեց սիրուն աղջիկ, ես ասեցի ինձ անուն ազգանունով դիմեք, ես այստեղ խորհրդարանում որպես սիրուն աղջիկ չեմ հավատարմագրված, ինձ դիմեք իմ անուն ազգանունով, ասեց այդ ո՞նց ես խոսում, հեսա կտամ գլուխդ կծխեմ այս պատին։ Եվ այսինքն ոնց որ տեսնում եք, սպառնալիքը շատ ավելի կոշտ էր։ Բայց ես ուզում եմ հիմա ասեմ, թե ինչ եղավ հետո։ Այսինքն բացի նրանից, որ ազգային ժողովի Տիգրան Թորոսյանը ամբիոնից ինձնից ներողություն խնդրեց։ Բացի նրանից, որ մոտենում էին ՀԿ խմբակցության падգամավորներ Արմեն Աշոտյանի եւ այլ Կիևելի ներողություն էին խնդրում իրենց խմբակցի գործունեության համար, այդ թվում ի վերջո իրեն այսպես ասած իր ձեռքից բռնաց, հա, եթե մեղմ արտահայտվեն, բռնեցին, բերեցին ու ինքը երկու անգամ ինքը անձամբ ինձնից ներողություն խնդրեց։ Ես շատ ցավում եմ, որ վերջին միջադեպի հետ կապված ընդամենը 1.5 ԿՊ խմբակցության падգամավոր, լավ չէ, Ալեն Սիմոնյանն էլի վերջը ինչ որ ասեց, որ վատ եմ վերաբերվում։ Լավ, ասեմ 2.5 մի կին падգամավոր, մի կին падգամավոր sense կիսատ բանով եւ ազգային ժողովի նախագահ ընդամենը մի քանիսը իրենց մեջ գտան այդ բանը, որ դատապարտեն արարքը, որտեվ շատ ակնհայտ էր, չէ, որ լրագրողը նորից եմ կրկնում էթիկայի որևէ խախտում թույլ չէր տվել։ Եթե մենք գանք արդեն լրագրողական դաշտի կողմից նայենք, Facebook-յան տիրույթում շատ քննարկվեց կողքի լրագրողները ինչի էին կանգնել, խիլռեցին կամ ինչի շփազրույցը շարունակեցին, ձեր տեսանկյունը ո՞րն է, այստեղ կողքի լրագրողները ինչ պիտի անեին այդ պարագայում, էլի, եթե ես համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են այդ կապակցության լրագրողին, որովհետև հնարավոր չի, որ դիմացին այդ կանգնած լրագրողին վիրավորում է ու դու ասես դե շարունակենք։ Գիտեք, որ ես ուղղակի մեջբերում եմ անում։ Եվ սա էլի առաջին դեպքը չի, էլի։ Ամեն անգամ կամ ինչ որ մի բան ասում, էլի այդ տեսակ ես կարծում եմ, որ նման դեպքերում ինչ որ համախմբված ման տալը, հակահարված տալը գուցե շատ ավելի ազդեցիկ լինի եւ մարդիկ, ովքեր կհամարձակվեն այսուհետ առանց որևէ առիթի լրագրողին վիրավորել, երկու անգամ գուցե եթե ունակեն կմտածեն դա անելուց առաջ։ Մեր օրերում լրագրությունը ու առհասարակ մեդիա դաշտում ապրանքը, որը որ պատրաստվում է հանրության համար, բավականին մեծ ազդեցություն ունի հասարակության շրջանում, օրինակ եթե տպագիր էր ժամանակին, մարդիկ նստում, տանջվում էին, տպագրում էին այդ թերթերը եւ հանրությանը մատուցում, հիմա մի քլիքով այդ ինֆորմացիան հասնում է հասցեատիրոջը, ինչ ազդեցություն ունի հայաստանյան լրագրողական գործունեությունը մեր հասարակության վրա։ Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, գուցե ավելի հստակ կարող են ասեն սոցիոլոգները, որովհետև ես այնուամենայնիվ վախենամ, թե հանրության մի զգալի մասը ավելի հակված է երկուսից մեկը, կամ հայհոյանք լսել, կամ ժամանցային ինչ-որ կարգի հրապարակումներ։ Ես շատ ցավում եմ, բայց լուրջ վերլուծական, հետաքննական լրագրության պահանջարկ չկա եւ դրա փոխարեն ինչ որ չգիտեմ, գուցե միշտ այս երևույթը ոչ միայն Հայաստանին է հատուկ, հա, երևի թե այս համաշխարհային միտում է մարդիկ դիտում են իբրև կամ ժամանց, կամ էլ ինչ որտեղ գոլորշին թողելու միջոց լսել, թե ախ, ես ինչ լավ սրան այն բան արեց, ստորացրեց, թարգմանում եմ էլի բանով, այդ տեսակ բանը, իսկ թե անաչառ լուսաբանում, հավասարակշռված լուսաբանում, ոչ հանրության կողմից, ոչ քաղաքական դաշտի կողմից դրա պահանջարկը գոյություն չունի։ Հիմա մի քիչ հետ վերադառնալով, երբ որ լրագրողների էթիկայի մասին խոսում էինք, ունենք ինչ են ավելի խոսքը վերջին դեպքի մասին չի, մի քանի անգամ արդեն ասացի, Ռիփսի Մեջեբեջյանը այս դեպքում ոչ մի բան չէր խախտել։ Ես ուրիշ դեպքերի մասին եմ ասում, ինչի են լրագրողները իրենց պահում իբրև քաղաքացիական ակտիվիստներ։
շատ են չէ լինում այդ տեսակ դեպքեր, որտեղ կարծես հանրության մեջ հենց դրա պահանջարկն էլ կա, որ դիրքորոշված լրագրությունի բան անես, հակադարձես, հետը կռվես, իմ պատկերացրած, իմ սովորած, իմ հավանած լրագրությունը երբեք այդպեսին չի։ Դու պիտի ընդամենը փոխանցողը լինեիր։ Ընդամենը փոխանցելը հիմա ոչ ոքի այլևս չի հետաքրքրվում։ Գոնե լրագրողի միջամտությամբ։ Հենա կմիացնեն ուղղակի տեսագրությունը կնայեն։ Կարծես ավելի շատ է ակնկալիքները, որ լրագրողը ինչ որտեղ ցույց տա իր վերաբերմունքը, եւ շատ լրագրողներն դրան ընդառաջ են գնում, շփոթելով քաղաքացիական ակտիվիզմը եւ լրագրությունը։ Լրագրությունը եւ ես բնութագրում եմ դա նրան խոչընդոտող գործոնները, դրանցից մեր օրերում ամենազարգացողները բլոգերներն են կամ բլոգինգը, կարելի ասել, որ ավելի շատ լրատվությանն ու լրագրությանն են կարելի ասել խանգարում, ինչպես պիտի սրանք համահունչ իրար մի գծով գնան, որպեսզի կեղտոտ եւ մաքուր ջրի ափերը չխառնվեն իրար։ Մեր գործառույթները այնուամենայնիվ տարբեր են։ Բլոգերների գոնե Instagram-ում հանդես եկողների կամ իրենց, չգիտեմ, TikTok-երում եւ այլն, նրանք լրիվ ուրիշ բաներով են զբաղված, ինչ որ տուփեր են բացում, գովազդանելով, ճաշ են սարքում, շորեր են սիրուն հագնում, ընտրում եւ այլն դաղանում, այսինքն իրենց գործունեության մի զգալի մասը ակնհայտ կամ թաքնված գովազդայինն է։ Ինձ հետաքրքիր կլինի իրենց նայել այն բանից հետո, երբ որ պետական եկամուտների կոմիտեն հիմա տեսնում ենք, որ փորձում է իրենց բերել հարկային դաշտ։ Հիմա երբ որ իրանք ստիպված կլինեն հայտարարել իրենց եկամուտները, ինձ շատ հետաքրքիր է թե ոնց կփոխվի իրանք գործունեությունը։ Որտեղ ըստ էության այն որ հիմա գովազդ լրատվամիջոցներ չի էլ գալիս նաև այդ պատճառով, որտեղ հնարավոր է Facebook-ում կամ բլոգերների միջոցով, ինչ որ ինֆլուենսերներին գումարը վճարելու միջոցով շատ ավելի քիչ գուցե ավելի մեծ ազդեցություն ստանել, բայց այդ մարդիկ ի տարբերություն լրատվամիջոցների իրենք հարկեր չեն վճարում։ Մենք հարկեր ենք վճարում եւ այդ պատճառով են նաև մեր գովազդները թանկ։ Մենք աշխատողների համար վճարում ենք բոլոր համապատասխան վճարումները։ Իրենք մինչև այս վերջերս կարգավորման դաշտից դուրս են։ Եկեք այս խոսակցությանը վերադառնանք այն բանից հետո, երբ որ հիմա տեսնում ենք, որ իրենց օրենքի դաշտ են բերում, եւ դուք տեսնում եք, թե ինչ հիվանդագին են իրենք բլոգերները արձագանքում իրենց հարկային դույժերի տուգանքներ կամ ինչ որ հարկային պարտավորություններ բանել։ Արդեն իշխանության մոլի կողմնակիցները հակառակորդ են դառնում, սպառնում են, որ կհեռանան այստեղից, դուք գիտեք ես ինչի մաս եմ խոսում։ Մենք հասանք, ինչպես ասում են, մեր վերջին, այո, եզրագծին, քանի որ հաղորդման նպատակը ավելի շատ բուհ աշխատաշուկային է վերաբերում, լրագրության ոլորտում նոր ոտք դնող ապագա ուսանողները ինչ հիշեն ձեզնից։ Մենք առավոտը շատ է աշխատում ուսանող լրագրողների հետ, մենք ընդառաջում ենք գրեթե բոլոր բուհերի մեր մոտ պրակտիկա անցնելու առաջարկներին եւ ես մի զարմանքով եմ արձանագրում, որ թվում է ավելի ժամանակակից մամուլի ուսուցում անցած լրագրողները գալիս են ու մեծ մասը օրինակ ես իրենց չեմ կարողանում հասկանալ, որ իրենց նյութերը անպայման լիդ պետք է ունենալ։ Մի զգալի մասը լիդ գրել այսքան ժամանակ շատ քիչ է եղել, որ կարողացել է լիդ գրել։ Թեև օրինակ ես գիտեմ, որ որոշ բուհերում համարյա մի կիսամյակ դա անցել են։ Ես տեսնում եմ, որ իրենք սկսում են տեքստի քիչ են աշխատում տեքստի վրա։ Կներեք, ես որ դժգոհում եմ, իրոք մեջները շատ լավերը կան, շատ է եղել լրագրող, որոնք ուսանող լրագրող, որ եկել է մեր պրակտիկայի, մեր մոտ պրակտիկայի, ես ասել եմ, ես քեզ համարյա սովորեցնելու բան չունեմ կամ նույնությամբ հրապարակվել է։ Ես հիմա ինչ պետք է իրանք սովորեն, ես այնուամենայնիվ շատ եմ ուզում, որ իրենք փորձեն շատ կարդալ, շատ նայել, թե ինչ են անում իրենց գործընկերները դրսում, մինչև լրագրությամբ զբաղվելը փորձել ինչ-որ բազա ձևավորել։ Եվ նաև գլխավորը, որ փորձել չկրկնվել
չփորձել պատճենել ինչ-որ մեկին, փորձել քո բանը գտնել, տեղը գտնել, այս թվում է արդեն ամեն ինչով զբաղված բանում դաշտում հաստատ կստացվի։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Առավոտ AM-ի խմբագիր Աննա Իսրայելյանը։ Կհանդիպենք։